Բարև սարգելի հեռուստադիտողներ, հետևում է արհեստներ եւ մասնագիտություններ հաղորդաշարը եւ այսօր մենք ուղևորվենք դեպի Ոսկեվազ գյուղ, որտեղ ցես կներկայացնենք Ոսկեվազի գինու գործարանը։ Ոսկեվազի գինու գործարանը գտնվում է Արակածոտն մարզի Ոսկեվազ գյուղում, մայրաքաղաքից ընդամենը 32 կիլոմետր հեռավորության վրա։ Այդ պատճառով գյուղը իր տնտեսությամբ հանդերձ զբոսաշրջության համար շատ հարմար վայր է, իսկ հյուրընկալությունը ընդգծվում է հոյակապ հեղինակային ճարտարապետությամբ։ 1997 թվականին Դավիթ Հովհաննիսյանը ձեռք է բերում գործարանը, ինչը դառնում է նոր դարաշրջանի սկիզբ գործարանի համար։ 2004 թվականին սկսվեց գործարանի վերակառուցումը։ Պահպանվել էր գործարանի միայն հին շենքը, այն էլ մասամբ։ Գործարանում առկա շենքերի մեծ մասը նախագծվել եւ կառուցվել են զրոյից։ Գործարանի նոր շենքերի ճարտարապետական նախագծման եւ ձևավորման հեղինակն է ամերիկահայ հայտնի նկարիչ դիզայներ, գործարանի սեփականատիրոջ ավագ եղբայր Գագիկ Հովհաննիսյանը։ Դիզայնում օգտագործվել են հայկական քրիստոնեական եւ հեթանոսական խորհրդանիշներ։ Ֆրեսկաները, գեղանկարները եւ գմբեթները կատարվել են Գագիկ Հովհաննիսյանի կողմից։ Ամբողջ աշխատանքները երկաթե իրերին հին տեսք տալու համար կատարել է կրտսեր եղբայրը Արմեն Հովհաննիսյանը։ Այսօր գործարանի արտադրանքի արտահանման մեծ մասը բաժին է ընկնում ռուս սպառողին։ Բացի այդ, գործարանի արտադրանքը արտահանվում է նաև Բելոռուսիա, Ուկրաինա, Լատվիա, Լիտվա, Էստոնիա, Բելգիա, Գերմանիա, Հոլանդիա, Ֆրանսիա, Չեխիա, Շվեյցարիա, Անգլիա, ԱՄՆ, Հնդկաստան, Ավստրալիա եւ Չինաստան։ Բարի գալուստ Ոսկեվազի գինու գործարան։ Սկսեմ նրանից, որ գործարանը համարվում է Հայաստանի ամենահին գինու գործարաններից մեկը, որը դեռ 1932 թվականին է հիմնադրվել։ Սովետական միության ժամանակաշրջաններում արտադրել են խերեսային գինիներ եւ արտահանել են ոչ սովետական միությունով։ 1997 թվականին ներկայիս սեփականատերը Դավիթ Հովհաննիսյանը գնում է գործարանը, ինչը եւ մեզ մոտ դառնում է նոր դարաշրջանի սկիզբ գործարանի համար։ Այսօր գործարանը արտադրում է տարատեսակ գինիներ, սկսած դասական գինիներից, ունենք սպիտակ, կարմիր, անապակ եւ կիսաքաղցր գինիներ, հնեցված շարքի գինիներ եւ լիմիտավորված կարասային շարք։ Ոսկեվազ գինիներին։ Այո, հենց բրենդը Ոսկեվազ, Ոսկեվազ բրենդի ներքո ենք թողարկում։ Եվ այսօր գործարանը վերածնում է դարից եկող գինեգործական ավանդույթները նոր որակյալի կատարմամբ եւ ունենում ենք մեր ներդրումը գինիների հայաստանյան շուկայում։ Ի սկզբանե գործարանը նախատեսվում էր, որ կլինի ոչ միայն արտադրական, այլ զբոսաշրջային նմանատիպ համալիր զբոսաշրջիկների համար։ Այստեղ արդեն 8 տարի է ինչ սկսել ենք շինարարական աշխատանքները եւ հին սովետական շինությունից 32 թվականին հիմնադրված շինությունից մեզ մոտ պահպանվել է հենց այն շինությունը, որը թերևս մեր գլխավոր շինությունն է, մեր թանգարանային հատվածն է, մեր մառաններն են այնտեղ գտնվում։ Մնացած բոլոր շինությունները, որոնք որ տեսնում եք գործարանի տարածքում, նախագծվել են զրոյից եւ բոլոր այս շենքերի նախագծողը, դիզայները, քանդակագործը Դավիթ Հովհաննիսյանի ավագ եղբայրն է Գագիկ Հովհաննիսյանը։ Միտքը ինչպես է ծագի հենց այս ոճի մեջ։ Այստեղ գտնվելով այն տպավորությունները դու Հայաստանում չես, ինչոր վիկինգների են տարաշրջանքի։ Իրականում Գագիկ Հովհաննիսյանը նկարիչ է ու բոլոր նկարները կարծես իր գործում է, հա, դեռ կտեսնեք իր աշխատանքներին կծանոթանաք։ Ես հիմա ներկայացնեմ, թե մեզ մոտ ինչ տուրիստական համալիր է, հա, նախատեսվում։ Այստեղ կլինի մեզ մոտ խանութ գինիների, հուշանվերների համար։
ունենք պատկերասրահ, քանի որ Գագիկ Հովհաննիսյանը նկարիչ է, երբ գալիս է այստեղ իր աշխատանքները ցուցադրում ենք։ Գործարանը ունի 2 համտեսի սրահներ, լաբորատորիա, ադմինիստրատիվ հատված։ Այս շինությունը, որ տեսնում եք, երկրորդ հարկում 2 մեծ համերգասրահներ են նախատեսվում տարբեր միջոցառումների, համերգների համար։ Տարածքում կլինի նաև հայկական խոհանոց, կլինի թոնիր, որտեղ կպատրաստվեն հայկական ավանդական ուտեստները եւ կարեւորագույն առաքելությունը եւ նպատակը գործարանի կայանում է հենց այս շինության մեջ, մեզ մոտ այն լինելու է արվեստի եւ արհեստի բացահայտման դպրոց, քոլեջ, այստեղ դասավանդելու ենք այդ ամենին, ինչը արվեստի հետ է կապված, դա կլինի գորգի հետ աշխատանք, կավի հետ աշխատանք, գինեգործությանը, խաղողագործությանը ու ցանկանում եմ նաև նշել, որ նախատեսվում է քոլեջը լինելու է անվճար տեղի բնակիչների, երեխաների համար, հյուրերի համար արդեն կիրականացնենք վարպետաց դասեր։ Շրջենք, այո, բոլոր քանդակները, որ տեսնում եք, հենց քանդակների մեջ փորձում ենք պահպանել հայկական տարրերը, հիմնականում կիրառվել են հեթանոսական, քրիստոնեական, գինեգործական խորհրդանիշներ։ Ունենք արևային ժամացույց այն հատվածում, հայկական այբուբենն է այնտեղ։ Գործարանի հպարտությունը համարվում են հենց կարասները, որոնք հնագույն 19-րդ դարի դարավերջի կարասներ են։ Ներկայումս նմանատիպ կարասները կիրառում ենք մեր բարձր դասի, պրեմիում դասի գինիների արտադրության համար։ Այո, սրանք հնագույն կարասներ են, 110-120 տարեկան կարասներ, որոնք գնել ենք մի քանիսը գյուղի բնակիչներից, մի քանիսը գործարանի հետ միասին։ Մենք իջնում ենք այս հատվածով, հիմա իջնում ենք 32 թվականին հիմնադրված շինությունը։ Another restless night, another caused by you. Սա մեր թերևս կարևորագույն շինությունն է, 32 թվականին հիմնադրված։ Այստեղ գրեթե ոչինչ չենք փոխել, փորձել ենք պահպանել մառանի շունչը։ Գործարանի տարածքում բոլոր քանդակները ամբողջը ձեռքի աշխատանքներ են եւ հենց ինքը Գագիկ Հովհաննիսյանն է կատարում։ Այստեղ մեր ուշադրությունը կենտրոնացրել ենք տարբերանշանի վրա, ինչը հենց կենտրոնում է։ 2 փյունիկներն են, թռչունները, որոնք խորհրդանշում են գործարանի վերածնունդը։ Իսկ վերածնունդը համարում ենք, որ տեղի ունեցել 2004 թվականին, երբ Շատո ոսկեվազ անվանումից վերանվանվեցին ոսկեվազի գինու գործարան, ավելի հայեցի եւ հայկական անվանում դրվեց գործարանին։ Այստեղ նույնիսկ պահպանել ենք հին սովետական այս տարաները, որոնք բավականին երկար ժամանակ ենք կիրառել, իրենց պահել ենք իբրև ցուցանմուշ, որպեսզի հինը նորի կողքին ավելի վառ եւ ակնհայտ երևա։ Always got me in a spin. Yeah, you never make me blue. Thinking about the way you walk, to the way you call my name. Another restless night, any other. Մենք հիմա մեր տակառների մառանում են գտնվում։ Ներկա պահին այստեղ գինիները հնեցվում են, բալանսավորվում են եւ պատրաստվում են շշալցման։ Երբ նոր ենք սկսել աշխատել գինու հետ, օգտագործում ենք ֆրանսիական տակառներ, բայց քանի որ գործարանը գնելուց ի վեր ամեն տարի այստեղ տարբեր փորձեր ենք կատարում, ի սկզբանե մենք նմանատիպ փորձ դրեցինք, գնեցինք 10 տակառ Արցախից, 7-ի մեջ լցրեցինք կարմիր գինի, 3-ի մեջ սպիտակ, 6 ամսով հնեցրեցինք, որ հասկանանք, թե ինչ ազդեցություն է ունենում հայկական կաղդին գինու որակի վրա, ու անխոս գինին հոյակապ էր ստացվել, առանձնահատկությունը հենց կարմիր գինու մեջ էր։ Կարմիր գինու մեջ զգացվում էր Ղարաբաղյան կաղնու, այսինքն փայտի համը։ Հետաքրքիր կծվություն կար, դա էլ մեր հայկական տակառի յուրահատկությունն է համարվում։ Այդ պահից ի վեր մտածեցինք, եթե ունենք լավը, հայկականը ավելի որակյալ է, ինչի օգտագործենք ֆրանսիական տակառները, այդպես անցում կատարեցինք հայկական տակառներին։ Իսկ գինին կոնյակի պես ինքը ինչքան երկար է հնեցվում, ինքան այնքան ավելի արժեքավոր է դառնում։ Գինին երբ շշային վիճակում ենք հնեցնում, ինքը համային որևէ փոփոխություն չի ունենում, ինքը արժեքը իր բարձրանում է։ Բայց տակառի մեջ առավելագույնը մենք հնեցնում ենք, դա արդեն խաղողի սորտից է կախված։
Ունենք հաղթանակ խաղողի սորտը, որը միայն արարածան դաշտավայրում աճում, այդ խաղողի սորտը 18 ամիս ենք հնեցնում տակառի մեջ։ Ունենք էնդեմիկ հայկական խաղողի սորտ Արենի, որը 6000 տարվա պատմություն ունի, աճում է միայն Վայոց ձորի մարզում։ Մենք հենց այնտեղից էլ մթերում ենք տվյալ խաղողի սորտը, որովհետև ամենալավ Արենին միայն այնտեղից է աճում։ Այդ խաղողի սորտը 14 ամիս ենք հնեցնում տակառի մեջ։ Այսինքն դա խաղողի սորտով պայմանավորված, թե ինչքան է հնեցվում տակառի մեջ։ Another restless night, just dreaming about those things you do. Another restless night, another caused by you. Another restless night, another caused by you. Ներկայումս ոսկեվազի գինու գործարանը արտադրում է 16 անուն գինի։ Վերջինիս բազմատեսակ նմուշակազմը իր մեջ ներառում է երիտասարդ եւ հնեցված, կարմիր եւ սպիտակ հավաքածուներ, աղանդերային եւ յուրահատուկ գինիների լիմիտավորված շարքեր։ Ոսկեվազ գինիները արժանացել են բազմաթիվ մեդալների տարբեր հեղինակավոր տեղական եւ միջազգային գինու մրցույթներում։ Բարբերաբար բարելավվելով եւ կատարելագործելով սեփական արտադրության որակը, ինչպես նաեւ յուրաքանչյուր տարի ընդլայնելով արտադրվող խմիչքի նմուշակազմը, ոսկեվազի գինու գործարանը կատարում է իր յուրօրինակ ներդրումը հայկական գինիների աշխարհում։ Մենք շարունակում ենք, գնում ենք գործանի ըստ երևույթին ամենահետաքրքիր վայրերից մեկը։ Այստեղ ունենք անվանական շշեր, Գագիկ Հովհաննիսյանն է այստեղ պատկերված։ Դավիթ Հովհաննիսյանի կրտսեր եղբայրը Արմեն Հովհաննիսյանը ոսկերիչ է, ով երկաթի իրերին տեսք տալու գործով է զբաղվել։ Այսինքն այն ամեն ինչը որ երկաթից է պատրաստված, դա կլինեն դռները, պատուհանները, լամպերը, նմանատիպ ծաղավանդակներն էլ իրականացվում են արդեն կրտսեր եղբոր մտքով, դիզայնով։ Անվանական դարակներ են, այո, հայտնի անձանց համար նմանատիպ դարակներ ենք պատրաստել, հետագայում յուրաքանչյուր դարակում դրվելու է գինի, կոփվելու է դարակը ու այն անձը, երբ որ գա գործարան, ում որ պատկանում է դարակը, կարող է իր իսկ դարակից հանել 1-2 շիշ եւ տեղում համտեսել։ Միգուցե նաեւ նվիրենք։ Ցանկանում եմ ներկայացնել, թե հիմա ուր ենք մտնելու, ըստ երևույթին ամենահետաքրքիր վայրերից մեկն է գործարանի։ 30-ական, 40-ական թվականներին այստեղ եղել են 8 սենյակներ, պարզապես քարից պատեր, առանց դռների, առանց պատուհանների եւ յուրաքանչյուր սենյակում առաստաղի հատվածում բաց հատված է եղել, որտեղից ժամանակին գինին լցվել է պատերի մեջ եւ պահվել է։ Այսինքն հիմա մտնում ենք 40-ական թվականների գինու պահամանների մեջ։ Այսպես հետաքրքիր մեխանիզմով դու համեցեք։ Պատկերացրեք, որ ժամանակին այստեղ պարզապես 4 պատեր են եղել, սա փակ է եղել, այստեղ եւս, այս վերևի հատվածից ժամանակին գինին լցվել է ուղիղ այստեղ, որտեղ որ մենք հիմա կանգնած ենք։ Այն ժամանակ պատերը պատվել են մեղրամոմով, ոսկով, որպեսզի գինու եւ քարի շփումը մաքսիմալ քիչ լինի։ Այսինքն այս սենյակները ծառայել են ժամանակին իբրև պահամաններ եւ 8 նմանատիպ սենյակներ, որոնք իբրև տարային կիրառվել, ներկա պահին վերածվել են թանգարանային հատվածի։ Այստեղ ունենք աշխարհի հնագույն բաբելոնյան քարտեզը մեր թվարկությունից առաջ 6-րդ դար, որտեղ նաև Հայաստանն է պատկերված որպես Ուրարտու։ Ու այն ամեն ինչը որ տեսնում եք այստեղ բացի 4 պատերից, ամբողջը վերջին 8-9 տարիների ընթացքում է պատրաստվել 3 եղբայրների մտահղացմամբ, մտքով։ Ունենք գործիքներ, որոնք գտնվել են գործարանի տարածքից շինարարության ընթացքում, հնագույն։
բավականին հետաքրքիր քարտեզներ։ Քարտեզը այսպես բաժանված է երկու մասի, առաջինի համաձայն դրախտը դեմը եղել է հենց Հայաստանում, այստեղ Արարատ գագաթն է պատկերված։ Այս հատվածում միջագետքն է, երկու գետերի միջև ընկած հատվածը, Եփրատ, Տիգրիս, Ադամն ու Եվան, սա էր մեր Հայաստանը։ Այս քարտեզի օրիգինալը գտնվում Ամստերդամում, այս հատվածը արդեն իսկ ունենք Մատենադարանում։ Հետաքրքիր նմանատիպ քարտեզներ, մեր պատմությունը, մեր ակունքները վկայող։ Մենք այսպես բարձրանալու ենք։ Մեր կարասներն են, որոնք օգտագործում ենք բարձր դասի, պրեմիում դասի գինիների համար։ Կարասները կրկին հնագույն կարասներ են, 120-130 տարեկան են։ Իրենց հենց այս կերպել օգտագործում ենք, այսինքն երբևէ այնտեղից չենք հանում, չենք տեղաշարժում, նույնիսկ հողով չենք պատում, քանի որ հին են, վախենում ենք, որ ամեն ազգույց շարժումից կարող են կոտրվել։ Բայց մինչ այնտեղ խաղողը լցնելը ունենք աշխատակից, ով լվանում է յուրաքանչյուր կարասը, մտնում է յուրաքանչյուր կարասի մեջ, լվանում է, պատում է մեղրամոմով, որպեսզի գինու եւ կավի շփումը քիչ լինի, որից հետո լցնում ենք ջարդված խաղողը, վրան 1 սանտիմետր հաստությամբ խաղողի հատիկներն ենք փռում իբրև գլխարկ եւ այստեղ իրականանում է խմորման process-ը կարասի կոլեկցիայի դասի գինիների արտադրության համար։ Այս դասի գինիները 2014 թվականից մեզ բերում են ոսկի մեդալ միջազգային տարբեր մրցույթներից, բերում են ոսկի մեդալ թե USA Wine Rating-ից, որ Ամերիկայում է կայանում, Գերմանիայում Դյուսելդորֆում կայացած Mundus Vini մրցույթից, Իսպանիայում Կատավինո մրցույթից եւս։ Այս շարքում ունենք նաեւ գինի, որը 2 անգամ ճանաչվել է Հայաստանի լավագույն գինի Գերմանիայում Դյուսելդորֆում կայացած մրցույթում։ Դա առաջին դեպքն էր, երբ հայկական գինին շահեց նմանատիպ միջազգային անվանակարգում եւ դա մեր երկրի, մեր ընկերության համար մեծ պատիվ է, որ հենց հայկական գինիներն են արժանանում նմանատիպ մեդալների։ Դա հենց ոսկեված կարասի կոլեկցիա Արենի նուար գինիներ։ Այսօրվա համար այսքանը, հետևեք մեր հաղորդումներին, իսկ ես ձեզ հրաժեշտ եմ տալիս, մինչ նոր հանդիպում։